Սարատովի վրա ամենամասշտաբային հարձակումն է եղել ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրից։ Վերջին 24 ժամում Ուկրաինայից Ռուսաստան ներթափանցած 132 անօդաչուներից 54-ը Սարատովի երկնքում են պտտվել։ Ռուսական հոպը խոցել է դրանք։ Դաշնության տեսադաշտից դուրս մնացած ԱԹՍ-ները Սարատովի քաղաքների գյուղերի վրա են ընկել։ Մեծ են ավերածությունները։ Էնգելս քաղաքի թիվ 1 կլինիկական հիվանդանոցն է։ Այստեղ բուժվող մի կին բեկորային վնասվածք է ստացել։ Կոտրվել են հիվանդանոցի ապակիները, շենքը վթարային է դարձել։ Հիվանդանոցն այս պահին չի կարողանում հիվանդների ընդունել։ 10-ից ավելի մարդ է վիրավորվել Սարատովի շրջանում։ Ռոսավիացիան հայտնում է, որ Սամարայի և Սարատովի օդանավակայանները սահմանափակումներով են աշխատում։ Օդակայանների տարածքում հրդեհ է բռնկվել։ Ավելի քան 30 առանձնատուն է վնասվել Սարատովում։ Տուժած շրջաններից մարդկանց են տարհանել։ Էնգելսում արտակարգ դրություն է հայտարարված։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրենց պետության սահմաններին մոտենալու փորձեր են արել ուկրաինացիները զրահամեքենաներով, սակայն կանգնեցրել են նրանց շարժը։ Ազատագրված Սուջա քաղաքից են այս կադրերը։ Ռուսները ցույց են տալիս ուկրաինական տեխնիկան, որ նրանք չեն կարողացել դուրս բերել նահանջի պահին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով ավելի քան 250 ուկրաինացի է սպանվել Կուրսկի շրջանում։ Հյուսիս խմբավորումը Կուրսկի շրջանում ուկրաինական 6 բրիգադ է ոչնչացրել, 2 հակահարձակում հետ մղել։ Ուկրաինական Սումի շրջանում են ակտիվ մարտեր եղել, 16 բնակավայրերում թեժ է իրավիճակը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսները օդային զանգվածային հարձակում են սկսել Կիևի ուղղությամբ։ Օդային հարձակման է ենթարկվել Կիրովոգրադի մարզը։ Վիրավորներ կան, այդ թվում երեխա։ Բարձրահարկ շենքեր են ավերվել։ Գաნა Մովսիսյան, Հայլուր։